Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները հերթական ազդանշանն են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս ուղղությունը արդեն լուրջ հետևանքներ է ստեղծում մեր երկրի համար։ Երբ Ռուսաստանի նախագահը բաց տեքստով ասում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշի ԵՄԹ-ԵԱՏՄ, դա նշանակում է, որ մեր իշխանությունները հարաբերությունները հասցրել են վտանգավոր անորոշության կետին։ Տարիներ շարունակ իշխանությունները հասարակությանը համոզում էին, թե կարելի է միաժամանակ լինել եւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից եւ գնալ եվրոինտեգրման ճանապարհով առանց հետևանքների։ Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը ձախողվել է։ Արդյունքում մենք կորցնում ենք վստահությունը մեր հիմնական տնտեսական եւ անվտանգային գործընկերոջ մոտ, իսկ ԵՄ-ից պարզվեց, որ մեզ ոչ մեկ չի սպասում։ Պուտինը պատահական չհիշեցրեց նաեւ $7 միլիարդ առևտրաշրջանառության մասին։ Հայաստանի տնտեսության զգալի մասը կապված է ռուսական շուկայի, ԵԱՏՄ-ի ազատ տնտեսական տարածքի, ռուսական ներդրումների եւ այնտեղ աշխատող 100,000 հայերի հետ։ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կարող են բերել տնտեսական ծանր հարվածի, ապրանքների թանկացումից մինչև արտահանման խնդիրներ։ Ամենավտանգավորը սակայն քաղաքական եւ անվտանգային հետևանքներն են։ Ուկրաինայի օրինակը ցույց տվեց, թե ինչպես եվրոինտեգրման հարցը արտաքին բևեռների միջև հակադրության պայմաններում կարող է վերածվել երկարատև ճգնաժամի եւ պետական ողբերգության։ Հայաստանը իրավունք չունի դառնալ հերթական աշխարհաքաղաքական բախման տարածք։ Այս ծանր իրավիճակում Հայաստանին պետք է սառը հաշվարկով առաջնորդ, ոչ թե իշխանություն, որը երկիրը դարձել է արտաքին քաղաքական փորձադաշտ։ Մեզ պետք է ղեկավարություն, որը կկարողանա վերականգնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, պահպանել տնտեսական կայունությունը եւ չտանել Հայաստանը դեպի մեկուսացում ու նոր ցնցումներ։ Եվրամիությունում Հայաստանին այսօր ոչ ոք չի սպասում, որպես լիարժեք անդամ պետություն։ Ավելին, շատերի սիրելի եվրոպացիները Ալիև Կալլաս հանդիպման նյութերում Երևանն անվանել են Իրևան, եւ Հայաստանից կրկին դրան ոչ մի պատասխան չի հնչել։ Այսպիսով ԵՄ-ից Ռուսաստանի հետ կապերը խզելու դիմաց մեզ առաջարկվող անորոշ խոստումները չեն կարող փոխարինել իրական անվտանգությունը, շուկաները եւ տնտեսական շահերը։ Հայաստանի ապագան պետք է կառուցվի պետական շահի, ոչ թե քաղաքական արկածախնդրության վրա։